Այսօր եկեք որոշ ժամանակ տրամադրենք հասկանալու երկնային Մայր Երուսաղեմի մասին ճշմարտությունը։ Աստվածաշնչում կան բազմաթիվ մարգարեություններ, դրանցից մենք կարող ենք տեսնել, որ այդ մարգարեություններից շատերը ի վերջո մեզ տանում են դեպի մեր երկնային Մայր Երուսաղեմի ճշմարտությունը։ Մենք այս հարցի մասին բավականին լավ գիտենք։ Հին ուխտի բոլոր օրենքները տանում են դեպի այն ճանապարհը, որով մենք կարող ենք գալ Քրիստոսին։ Նոր ուխտի օրենքում, այսինքն նոր կտակարանի ժամանակներում, բոլոր օրենքները, որոնք գտնվում են նոր կտակարանում, մեզ տանում են դեպի հավերժական Նոր Երուսաղեմ, երկնային Մայրը։ Մենք կարող ենք սա հաստատել Աստվածաշնչի ուսուցման միջոցով։ Թե Աստվածաշունչը վկայում է այս փաստի մասին, սակայն աշխարհի եկեղեցիները չեն հասկանում կամ գիտակցում Մայր Աստծո մասին ճշմարտությունը միայն Աստծուն Հայր են անվանում։ Այնուամենայնիվ, Աստվածաշունչը մեզ տանում է այն գիտակցմանը, որ Աստվածաշնչի 66 գրքերում ամենակարևոր ճշմարտությունը երկնային Մայր Երուսաղեմի մասին ճշմարտությունն է։ Եկեք հաստատենք դա այս հարցի վերաբերյալ մարգարեության միջոցով Հայտնության 19-րդ գլխի 6-րդ հատվածում։ Այն ասում է. «Եվ լսեցի մի ձայն նման մեծ բազմության առատ ջրերի, ինչպես ձայնը ուժեղ որոտի, որ ասում էր. Ալելույա, որովհետև թագավորեց ամենակալ Տերը Աստված։ Ուրախանանք, ցնծանք ու փառք տանք նրան, որովհետև գառան հարսանիքը հասավ, նրա կինը պատրաստեց ինքն իրեն»։ Գառը այստեղ վերաբերում է երկրորդ գալուստ Հիսուսին։ Այն ժամանակ, երբ սա գրվեց, արդեն 60 տարի էր անցել այն օրվանից, երբ առաջին անգամ եկող Հիսուսը համբարձվեց դեպի երկինք։ Այս հատվածների միջոցով մենք կարող ենք հաստատել, որ պետք է լինի գառի հոգոր կինը, որը երկրորդ գալուստ Քրիստոսն է։ Եկեք անցնենք Հայտնության 2-րդ 17-րդ գլխի 9-րդ հատվածին։ Այն ասում է. «Եվ եկավ մեկն այն 7 հրեշտակներից, որոնք վերջին 7 պատուհասներով լի 7 գավաթներն ունեին։ Նա խոսեց ինձ հետ ու ասաց. Արի, քեզ պիտի ցույց տամ հարսին, գառան կնոջը։ Եվ ինձ հոգով տարավ մի մեծ ու բարձր լեռ ցույց տվեց ինձ։ Ինչ ցույց տվեց? Սուրբ քաղաքը, Երուսաղեմը, որ իջնում էր երկնքից, Աստծու մոտից։ Երուսաղեմը ցույց տրվեց այն բանից հետո, երբ հրեշտակն ասաց. Քեզ պիտի ցույց տամ հարսին, գառան կնոջը։ Գաղատացիների 4-րդ գլուխ 2-րդ 20-րդ հատված։ Իսկ վերին Երուսաղեմը, որ ով է նա, բոլորիս մայրն է, ազատ է։ Ով է Երուսաղեմը, որը Աստված ցույց տվեց Հովհաննես առաքյալին տրված հայտնության միջոցով։ Այն բանից հետո, երբ հրեշտակն ասաց. Քեզ պիտի ցույց տամ հարսին, գառան կնոջը, նրան ցույց տվեցին Երուսաղեմ քաղաքը։ Մենք կարող ենք հաստատել այս հարցը Աստվածաշնչի միջոցով, որ դա Երուսաղեմ քաղաքն է, որը խորհրդանշորեն ներկայացնում է մեր մորը։ Սրանով ուզում եմ եզրափակել այսօրվա քարոզը։ Շատ շնորհակալ եմ։